Փաստաթղթերի հետ մի քիչ խնդիր ունեմ, որ վարկ վերցնեմ։ Դրա համար մի փոքր գումար է պետք։ Շատ է պետք։ Չէ, շատ քիչ գումար է պետք, ուղղակի ես հիմա չեմ աշխատում։ Աղացից էլ ամաչում եմ ուզեմ։ Տեղից է տղան ինձ ամեն օր պահում է, ոչ մի փող չի ուզում։ Բարձա, Մերի, գիտես ինձ մոտ փող կա։ Ես փող հավաքել եմ մի քիչ, եթե պետք է կտամ։ Հա, ինչքան։ Դե 50,000 նոր եմ սկսել հավաքել։ Մի բան ասեմ, չես հավատա։ Ինձ հենց 50,000 էլ պետք է։ Դե ես հենց հիմա փողը կբերեմ։ Սպասի մի րոպե, կարող է նվերը ջղայնանա։ Չէ, ինչ ես ասում, նվերը նույնիսկ չգիտի, որ ես փող եմ հավաքել։ Խնդրեմ, գործրու ու գնա կյանքդ կարգավորի։ Դու հրաշք ես։ Ես անպայման կվերադարձնեմ, հենց վարկը վերցնեմ, անպայման կվերադարձնեմ այս փողը։ Կարող ես չվերադարձնել։ Չէ։ Այս բանս չեմ սիրում, ընկերություն, բայց Լավ, հասկացա։ Արի սուրճը խմենք ու դուրս գանք մաքուր օդի։ Լավ միտք ես ասում։ Հիմա ինձ կարգի կբերեմ ու կգնանք։ Դե լավ, տեղից սիրուն ես, պետք չի։ Մերսի, գերում պայուսակս գնամ վերցնեմ։ Լավ։ Լավ է եկար, ես սրտին դրսում էտա մանգալ կլինի, որ դու ես ման գալիս։ Բայց ասեմ քեզ այդքան է ցուրտ չի, նորմալ եղանակ է, այս ինչ ես անում։ Չես տեսնում, օպ։ Չես տեսնում ինչ եմ անում, մեր եղած չեղածը հաշվում եմ։ Բայց ինչի։ Որովհետև պետք է, լսի ես քեզ ասել էի, չէ՞ որ մեր շեֆը ուզում է իր բաժնե տոմսերի կեսը վաճառի։ Հա, հիշում եմ ասել էիր։ Ապրես, այսօր ժողով էր։ 49%-ը որոշել է վաճառի ու ինձ առանձին կանչեց մի կողմ, ասեց, որ 29%-ը պատրաստ է ինձ վաճառի, հասկացար։ Ես էլ ուզում եմ առնեմ։ Իսկ դա գիտես ինչ է նշանակում։ Հա, դա նշանակում է, որ ձեր շեֆը քեզ վստահում։ Դա նշանակում է, որ իմ շեֆը ինձ վստահում է եւ դա նշանակում է, որ քո ամուսինը դառնում է բաժնետեր, որ այդքան սպասել եմ։ Բա բաժնետեր իմ ամուսին, մենք փող չունենք, որ մեր ոսկիներն ես վաճառում։ Ունենք, բայց մի քիչ պակասում է, դրա համար էլ որոշել եմ սրանք վաճառել։ Բայց դու դարձ մի արա, ես քեզ հետո այնքան զարդեր կառնեմ, որ դու կզզվես, այդ գործերս մի քիչ լավ լինի կտենաս։ Եվ դարձ չեմ անում, ինչ ուզում ես արա։ Տեսին նա։ Հոպ, ես քեզ ասել եմ, որ ես քեզ շատ եմ սիրում։ Չէ։ Կասեմ։ Եր։ Մի քիչ սպասի։ Չհասկացա, հիմա ասա, ի՞նչն է քեզ խանգարում։ Խանգարում է, բան եմ հաշվում, գրամներն եմ հաշվում, գնային կողմ, համենայնիվ դրամ թե որը ինչ պրոբա։ Ով։ Գնա հետո կասեմ։ Լավ սովատ չես։ Պետքա որ չէ, ինձ պետքա աչքերիդ մեջ նայեմ, հետո ասեմ, որ քեզ սիրում եմ։ Համենայն դեպս ես քեզ շատ եմ սիրում, որ սովածանաս արի խոհանոց։ Գնա։ Այսքանը բավական է, լավ է։ Ահ, 29%, հետո 49%-ը կվերցնեմ, հետո 100, հալալա քեզ նվեր, հալալա, նպատակասլաց ես է։ Այս հենց։ Լավ ես, Սան։ Հա, լավ եմ, դու ոնց ես։ Լավ, բայց շատ չէ։ Ինչի վարկդ չեն տալիս։ Չէ, վարկս տալիս եմ։ Քանի չեմ մոռացել։ Շատ շնորհակալ եմ։ Լավ էլի Մերի, ես ասում եմ ինչ ես ասում, այս շտապ չէր։ Դե լավ, ես քեզ ասել եմ, չէ, պարկ մնալ չեմ սիրում։ Ոտքերս տրաքում են։ Այնքան եմ այսօր ոտքի վրա մնացել։ Դե կարող ես կոշիկները թանել հանգիստ պարկել։ Չէ, ես էդ կհանգստանամ։
Ջուր կտաս ինձան։ Սուրճ կուզես։ Չէ, այսօր 3 բաժակ խմել եմ, մենակ ջուր տու։ Լավ։ Մերսի։ Հիմա պատմեմ, թե ինչ եղավ։ Ուշադիր լսում եմ։ Ես գնացի, ու իրանք ինձ տվեցին ընդամենը 17,000։ Բայց մի րոպե, ինչի՞։ Ախր իրանք խոստացել էին, որ 20,000 չէ պետքա տային։ Բա ինչի՞ չասեցիր։ Ասեցի, քո կարծիքով ինչ որ բան փոխվեց։ Ասեցին ինչ որ սխալ հաշվարկ են արել։ Ներողություն խնդրեցին ու ես էլ հավես չունեի հետները գլուխ դնելու, հաստատ կռիվ էին կանելու, տենց դուրս եկա։ Բա հիմա ինչ ես անելու։ Չգիտեմ։ Դե երևի պետքա մեկից պարտքով փող վերցնես։ Հա, այդքանը ես էլ եմ հասկանում, բայց ումից։ Իմ ծանոթներից ոչ ոք այդքան գումար չունի։ Աղասն էլ թարսի պես ամբողջ գումարը խանութի շինարարության մեջ է դրել։ Մերի ջան, ես մեծ հաճույքով քեզ կօգնեի, բայց գիտես ինձ մոտ այդքան գումար չկա։ Անհամեստություն չհամարես, բայց այդ փողը ինձ շատ է պետք։ Մտածում եմ կարող է նվերը ինձ օգնի։ Դե Մերի ջան, ճիշտ ասած նվերի մոտ գումար կա, ուղղակի իրան էլ է պետք գալու։ Երբ է պետք գալու։ Դե մի 2-3 շաբաթից։ Ուղղակի ես անկեղծ ամաչում եմ նվերից ուզեմ։ Եթե դու խոսես հետը ավելի ճիշտ կլինի։ Բայց մեր Անջան, նա, ես մի շաբաթից անպայման այդ փողը կբերեմ։ Ինձ պետքա որ նվերը այդ 3,000-ը ինձ տա, ես գումարեմ 17,000-ին տանեմ այն ապուշի փողը տամ։ Ես մի շաբաթում տունը կվաճառեմ ու ձեր փողը հետ կվերադարձնեմ։ Հենց հիմա տուն առնողները իմ զանգին են սպասում։ Բայց ո՞նց այդքան շուտ տուն առնող ճարեցիր։ Դե մի հատ պարավ հարևանուհի ունեմ, ամենաթանկ գովազդից էլ լավ է աշխատում։ Պարզը, ուրեմն այդ կնոջը պետքա մաղարիչ անես։ Հա, արդեն մաղարիչի համար էլ այրեք հետս խոսացել, մուտքի առաջ ինձ տեսավ, ասում է, այ Մերի ջան, ինչ լավ է, որ քեզ տուն ես գտել։ Այդ ու գիտես ինչ ասեց։ Ասում է հեռուստացույցս փչացել է, սերիալ չեմ կարողանում նայեմ։ Այդ էլ քեզ մաղարիչ է։ Մի հեռուստացույց քո կողմից։ Ոնց։ Այդ էլ սկիզբն է։ Չէ, Աննա, չէ, ես Մերին այդքան փող չեմ կարող տամ այս պահին։ Մերին չի հարցը, ով ուզում է լինի չեմ կարող տամ, որովհետև ամեն րոպե կարող է ինձ այդ փողը պետք գա։ Բայց նվեր դու ասացիր, որ մի ամսից է քեզ այդ փողը պետք գալու։ Նախ ասեմ քեզ կոնկրետ ժամանակ նշված չի, թե երբ է վաճառվելու, բայց ամեն վայրկյան այս ամսվա մեջ ամեն օր կարող է զանգի ասի հենց այսօր վաճառվում է ու ես հենց այդ փողը պետքա ջեբս լինի, որ տանեմ տամ, հասկացա՞ց։ Հա, հասկանում եմ նվեր ջան, ուղղակի Մերին մի շաբաթից փողը կվերադարձնի։ Այս աղջիկը չի հասկանում։ Լսի, այդ փողը կարող է մի ամսից պետք գա, բայց եթե մի ամսից էլ պետք է գա, այդ փողը իմ գրպանում պետք է լինի։ Որովհետև կարող է մի ամսից չի պետք գալիս, կարող է 2 օր հետո է պետք գալ, կարող է հենց այսօր իրիգունը զանգում ասում է փողը բեր։ Ես պետք է այդ փողը ունենամ իմ մոտ։ Հասկացա՞ր, վերջ։ Մի խոսքով չես տալիս։ Չէ, չեմ տալ, ինձանից էլ չնեղանաս։ Всё, չեմ կարող տալ։ Լսի, ու եթե Մերին քեզ հարցնի, դու ի վրա գցի, ասա որ փողը ծախսել եմ, էլ փող չունենք։ Հասկացա՞ր։ Լավ, Հասկացա՞ր։ հասկացա։ Ապրես, աշխարհի ամենահասկացող կինն ես դու։ Որքան էլ դժվար էր Աննայի համար, բայց նա կարողացավ ստել Մերիին եւ ասել այն, ինչը նախորդ երեկո լսել էր ամուսնուց։ Սակայն Մերիի խղճուկ տրամադրությունը եւ հուսահատության եզրին գտնվող վիճակը ստիպեցին սրտացավ ընկերուհուն գնալ անսպասելի քայլի։ Բայց հիմա ինչ եմ անելու։ $3,000 պատճառով իմ ամբողջ ծրագիրը տապալվում է։ Այդ անասունն էլ ամբողջ օրը ինձ զանգում է, փողն է ուզում։ Իսկ եթե իրան ասես, որ տունը վաճառելուց հետո կտաս։ Չէ, հա, ինչ ես ասում։ Ես նրան ասեմ տունը վաճառում եմ, ավելի շատ փող կուզի։ Մերի, ես քեզ կարող եմ օգնել, բայց դրա մասին ոչ ոք չպիտի իմանա։ Ոնց կարես օգնես։
Անդու ասում ես փող չունես։ Հա, ես փող չունեմ, բայց ոսկեղեն ունեմ։ Բա ինչի շուտ չի իր ասում։ Դե որովհետև նվերին պետք է այդ ոսկեղենը։ Հասկանում ես, ինքը փողի կեսը տվել է, ու հիմա էլ պետք է ոսկեղենը վաճառի, որ փողի կեսը տա, դե այդ բաժնե տոմսերի համար։ Այսինքն ինքը կեսը տվել է, կեսն էլ ոսկեղենը ծախելով պիտի տա։ Հա, բայց երկու պայմանով կարող եմ տալ։ Լավ, թող պայմանները ես ասեմ։ Հա, առաջին պայմանը նա է, որ ես ոչ մեկին երդվում եմ, ոչ մեկին չեմ ասի դրա մասին։ Երկրորդ պայմանն էլ է նա, որ դու մի շաբաթից պետք է այդ փողը վերադարձնես։ Ան արդեն ասել եմ, չէ՞ քեզ։ Մի շաբաթ անդամն է տևելու այդ գործարքը։ Իսկ իմ խոստումը ես հաստատ կպահեմ։ Արդեն երդվել եմ քեզ։ Լավ է, դեպքում ես հիմա ոսկեղենը կբերեմ։ Դու պատրաստ ես հենց սենց քո ամբողջ ոսկեղենը ինձ տաս։ Դե ես ուղղակի ուզում եմ օգնել քեզ։ Դու աշխարհի ամենալավ մարդն ես, որ երբևէ ինձ պատահել է։ Այնքան շնորհակալ եմ քեզ։ Նվեր։ Հա, Ինչ ես ման գալիս։ մի րոպե սպասի, հեսա կասեմ։ Ան։ Մեր զարդերուրը